Կյանքում կարևորը մեր հոգու եղանակն է, դրսում արև լինի կամ թե անձրև, եթե մեր ներսում միշտ տաք ու արևոտ եղանակ է, դա նշանակում է, որ կյանքը մեզ ժպտացել է։ Ողջույն սիրելի հեռուստադիտող, եթերում Խոստովանություն հեռուստանախագիծն է, ես Արայիկ Համբարձումյանն եմ և այսօր իմ տաղավարում հյուրընկալելու եմ Գագիկ Սուրենյանին, դիմավորեք։ Գագիկ, համեցեք, բարի գալուս մեր տաղավար։ Այսօր կարծում եմ, որ շատ արևոտ ու տաք զրույց ենք ունենալու և կփորձենք միասին քայլել ձեր կյանքի ճանապարհներով։ Ամեն բան սկսենք ամենասկզբից, որտեղ եք ծնվել և ովքեր են ձեր ծնողները։ Ծնվել եմ Երևանում, ավելի կոնկրետ Քանաքեռում, հայրս շինարար է, մայրս արդեն 35 տարի մանկավարժ է։ Գագիկ, երբևէ հարցրել եք, թե ինչու են ընտրել ձեր անունը, ինչու հենց Գագիկ և ով է ընտրել։ Չեմ հարցրել, մայրս է ընտրել, երևի սիրել է այդ անունը դրա համար։ Մանկապարտեզ գնացել եք։ Գնացել եմ։ Երկար թե կարճ։ Չէ, շատ կարճ ժամանակ, կարծեմ 1 տարի։ Ինչու չէիք սիրում մանկապարտեզի Չէ, ժամերը։ ես չեմ հիշում, բայց մայրս ասում է, որ չէի սիրում։ Հետո արդեն դպրոցում ինչպես եք սովորել և ինչպիսի աշակերտ եք եղել։ Սովորել եմ Երևանի Սամվել Շահ Մուրադյանի անվան թիվ 85 դպրոցում, չար եմ եղել։ Մինչև 8-րդ դասարան ոչ այդքան լավ եմ սովորել, որից հետո սկսել եմ ինտենսիվ սովորել։ Որը առարկան եք ամենաշատը սիրել դպրոցում։ Շատ սիրում էի աշխարհագրություն եւ հայոց լեզու գրականություն։ Հետո դպրոցն ավարտելուց հետո ինչպես շարունակվեց ձեր կյանքի ճանապարհը, ուր գնացիք, որտեղ ընդունվեցիք։ Ես նույնիսկ դպրոցական տարիներին 7-8-րդ դասարանից սկսած ինքնակամ գնացել եմ հիդրոմեծառայություն եւ խնդրել, որպեսզի ինձ թույլ տան, որ ես մասնակցեմ եղանակի կանխատեսման այդ process-ին։ Եվ այն ժամանակ օդերոթաբանության կենտրոնի պետ Ալբերտ Թորոսյանը այդ ժամանակահատվածից սկսած ինձ թույլ տվեց, որ ես շաբաթը 1-2 անգամ ներկա գտնվեմ եղանակի կանխատեսման գործընթացին, եւ ես արդեն մինչև բու ընդունվելը որոշակի արդեն գիտելիքներ ունեի օդերոթաբանության վերաբերյալ, որից հետո արդեն ընդունվեցի Երևանի պետական համալսարանի աշխարհագրության ֆակուլտետի ջրաօդերոթաբանության բաժինը եւ բակալավրիատը եւ մագիստրատուրան սովորել եմ այնտեղ, տեխնացուական ատենախոսությունս պաշտպանել եմ այնտեղ, որից հետո 10 տարի դասախոսել եմ եւ այնտեղ եւ մանկավարժական համալսարանում զուգահեռ աշխատանքին։ Այդպես սկսվել է իմ գիտական գործունեությունը։ Գագիկ, ինչը ձեզ այդքան մոտեցրեց եղանակին, կանխատեսումներին։ Ես որքանով որ հիշում եմ, դեռ շատ մանկուց իմ մեջ կար ծայրաստիճան հետաքրքրություն մթնոլորտային երևույթների վերաբերյալ։ Հիշում եմ, որ փոքր էի, երբ որ ամպրոպ էր սկսվում, ես այդ ամբողջ ամպրոպի process-ը, որ կողմից սկսվեց, փայլակները որ կողմից են դիտվում, ինչ ուղղությամբ է շարժվում, ես հետևում էի մինչև ավարտը։ Այսինքն ես եթե ինքս վերլուծում եմ, ես գալիս եմ այն եզրակացության, որ ես այդպես ծնվել եմ։ Այսինքն բնությունը ինքը այդ հետաքրքրությունը դրել է մեջը, որովհետև այլ բացատրություն չի կարող ունենալ մի երևույթ, երբ ոչ հայրդ կապ ունի այդ բնագավառի հետ, ոչ մայրդ եւ առհասարակ ողջ ազգի մեջ, բարեկամության մեջ ոչ մեկ նման մասնագիտություն չունի եւ դու փոքրուց ունենում ես նման մեծ հետաքրքրություն դեպի այդ գիտությունը։ Եվ մի փոքր էլ խոսենք պարվի ուլեր ասվածի մասին, որ ժողովրդական այդպիսի ասույթ կա, պարվի ուլերը գալիս են գարնանը, պարավը միշտ իր ուլերին բերում է գարնանը։ Ինչ է դա, պարավի ուլերը կան, թե չկան, դա անմիջական կապ ունի եղանակային կանխատեսման հետ, թե ոչ։ Տեսեք, դա գալիս է մեր կլիմական գոտու առանձնահատկությունից, այսինքն ինչ է տեղի ունենում, եթե գիտականորեն բացատրենք։ Մենք գտնվում ենք մերձարևադարձային կլիմական գոտում, որտեղ մարտի վերջին եւ ապրիլի սկզբին տեղի ունենում օդային հոսանքների արտիկական եւ արևադարձային օդային հոսանքների ինտենսիվ տեղափոխություն, այսինքն արևադարձային օդը բարձրանում է դեպի հյուսիս, արտիկական օդը իջնում է դեպի հարավ եւ այդ ժամանակահատվածում, այդ պերիոդում այդ երկու օդային զանգվածները մեր աշխարհագրական լայնություններում, այդ թվում նաեւ Հայաստանի Հանրապետության տարածքում բախվում են իրար, առաջացնելով մթնոլորտային ճակատ։ Ինչ է տեղի ունենում բախման արդյունքում։ Բախման արդյունքում տաք օդը նահանջում է, արտիկական օդը ներխուժում, դիտվում են ինտենսիվ ձյան տեսքով տեղումներ, քամուշ գնացում, ջերմաստիճանի կտրուկ անկում, այսինքն եթե այսօր 25 աստիճան է, վաղը կարող է լինել 0 եւ ձյան տեսքով տեղումներ եւ մենք ունեցել ենք շատ նման դեպքեր։
Եվ ըստ ժողովրդական լեգենդի, այդ տաք օրերին պարավը իր ուլերի հետ գնում է դաշտ, խափնվելով արևին։ Եվ ձունը մրիկը սկսվում է, ուլերը սատկում են, չգիտեմ, պարավը մահանում է թե մնում է, դա տեղյակ չեմ, ամեն դեպքում ուլերը սատկում են, ուլերը սատկում են, եւ մեր ժողովուրդը, ահա տարվա այդ ժամանակահատվածը մարտի վերջ, ապրիլի սկիզբ կոչել է պարավի կամ պարվի ուլեր։ Այնպես որ սելի հեռուստադիտող հասկանում եք, որ պարավն այստեղ ամենևին կապ չունի եւ ուլերն էլ թող որ մնան արոտավայրերում։ Իսկ մենք էլ շարունակենք մեր զրույցը։ Գագիկ, ո՞րն է ձեր հոգու եղանակը։ Գարունը։ Ինչու գարունը։ Ես ընդհանրապես սիրում եմ կյանքը, շատ եմ սիրում կյանքը, իսկ գարունը դա բնության կյանքի սկիզբն է, այսինքն ձմռանը ինչ է տեղի ունենում, աշնանը կյանքի ցիկլը ավարտվում է, բնությունը մտնում է քուն, եւ գարնան այդ ցիկլը նորից արթնանում է, այսինքն կյանքը նորից արթնանում է։ Հենց արդեն մարտից, երբ որ սկսվում է ծառերի բողբոջումը, այնուհետև մարտի վերջից ծառերի ծաղկումը, մինչև պտղակալումը եւ այլն, ես պարզապես խենթանում եմ այդ process-ների համար։ Դրան արդեն հետո գումարում են ամպրոպային բնույթի այդ գարնանային շռնդալից հորթարատ անձրևները, որոնք ինձ համար պարզապես տարերք են, դրա համար գարունը իմ հոգու եղանակն է։ Իսկ ձեր սիրո եղանակը ո՞րն է։ Գարունը ձեր հոգու եղանակն է, ձեր սիրո եղանակը։ Սիրո եղանակը ամառն է, որովհետև այդ ժամանակ ես սիրո տարբեր դրսևորումներ եմ ունենում։ Շատերին է հայտնի, որ ես շատ սիրում եմ լեռները, իսկ լեռներ կարելի է գնալ միայն ամռանը, որովհետև գարնանը հնարավոր չէ գնալ լեռներ, որովհետև այնտեղ մետրից շատ զնացածկույթ է դեռևս, եւ ամառը սկսվում է սիրո մի ուրիշ շրջան։ Այդ է իմ սիրո եղանակն է արդեն։ Դե քանի որ խոսեցինք ձեր սիրո եղանակի մասին, եկեք նաև խոսենք ձեր սիրո մասին։ Որտեղ եւ ինչպես հանդիպեցիք ձեր կնոջը։ Հիշում եք այդ առաջին կայծը ոնց եղավ։ Կնոջս կինը սովորել է ինձ հետ։ Մենք սովորել ենք նույն կուրսում։ Առաջին կուրսից հենց եղել է հետաքրքրություն իր անձի նկատմամբ։ Ընկերություն ենք արել երկրորդ կուրսից մինչև մագիստրատուրա, որից հետո արդեն ամուսնացել ենք 2010 թվականին։ Իսկ հետաքրքիր սիրո առաջարկություն խոստովանություն եղավ։ Չէ, այդպիսի process չի եղել, որովհետև մենք դրա կարիքն էլ արդեն չկար, որովհետև մենք արդեն ընկերություն ենք անում եւ արդեն անիմաստ էր։ Երկուսս էլ հասկացել էինք, որ մեկս մեկի նկատմամբ զգացմունք ունի։ Իսկ ավանդական հարսանիք եղավ։ Այո։ Մեծային, շատին հյուրերը։ Ոչ այդքան, ոչ այդքան։ Դուք այսօր երկու գեղեցկուի դուստր եք։ Ով է բնավորությամբ ավելի ձեզ նման։ Փոքր է, տաթևը շատ նման է, այդպես էմոցիոնալ, պատասխանատու, իսկ մեծ ավելի հանգիստ մորն է նման, ավելի հանգիստ է, խաղաղ է ավելի։ Գագիկ, սոցցանցերում շատ են պատտվում հետաքրքիր հումորային դեպքեր կապված Գագիկ Սուրենյանի կանխատեսումների հետ, որ կարծես թե բնակիչները փորձում են եղանակ պատվիրել եւ ինչ որտեղ նաեւ լինում են պահանջատեր։ Թե ինչու ասեցիր, որ վաղը ցրտելու է կամ կարկուտ է տեղալու։ Ինչ որ հետաքրքիր զավեշտալի դեպք կա, որ կհիշեք, որ վերջերս է տեղի ունեցել։ Այո, ամենազավեշտալի դեպքը, երբ ձյուն չէր գալիս, դա ինձ շատ է իրոք այսպես իմ մեծ ուրախություն առաջացրել։ Ձյուն չէր գալիս մի աղջիկ, թե տղա չեմ հիշում։ Ես ատում եմ, երբ որ գրում են լատինատար հայերեն բառերով, գրել իսկ երբ է դուն գալու, ես էլ դիտմամբ հայատար պատասխանել եմ, երբ որ դմերը գա։ Այդ շատ լավն է։ Ինձ մի դեպք էլ եկավ հասավ, որ տարիներ առաջ, երբ որ ամռանը բավականին զով էր կլիման եւ Գեղարքունիքի մարզի բնակիչները, չգիտեմ որքան վեճ ճիշտ է այս պատմությունը թե ոչ, կապ են հաստատել Գագիկ Սուրենյանի հետ եւ ասել են խնդրում ենք վաղ այնպես հայտարարեք, որ մեզ մոտ շատ շոկ է լինելու, արև է լինելու, որպեսզի բոլորը գան մեր բիզնեսները, որպեսզի ծաղկեն։ Ճիշտ է այդ դեպքը։ Եվ նա ինձ խոստանում էր, որ նա ինձ գար պատիվ կտա, եթե ես Պարվիուլերը գնացել են Գեղարքունիք։ Նման հաղորդման է։ Գագիկ, այսօր տեխնոլոգիաները եւ ամեն ինչը զարգացել է, մենք այլ դարաշրջանում ենք ապրում։ Ինձ այսպիսի տեղեկություն է հասել, որ անգամ եղանակը կարելի է պատվիրել։ Հնարավոր է այդպիսի։ Ոչ։ Որ թեքել քամու ուղղությունը Չէ, նման բան չկա, նույնիսկ տեսեք, ես մի հասարակ օրինակ բերեմ, նույնիսկ Ճապոնիայի, Չինաստանի, ԱՄՆ-ի նման զարգացած երկրներում մենք ունենում ենք թայֆուններ, տորնադոներ, որոնք
բազմահազար զոհերից բացի միլիարդավոր դոլարների վնաս են հասցնում այդ պետություններին։ Եթե ձեր ասացի գոնե 1%-ը լիներ, այդ process-ները այնտեղ չեն լինի, նման բան չկա։ Այնպես որ սիրելի հեռուստադիտող, վստահաբար կարող եք համոզված լինել, որ որքան էլ զարգացած ժամանակաշրջաններում ենք ապրում, ամեն բան չէ, որ կարելի է պատվիրել։ Եղանակային որևէ կանխատեսումներ հնարավոր չէ պատվիրել եւ առհասարակ հնարավոր չէ կյանքում փոխել քամու ուղղությունը։ Մենք շարունակում ենք մեր զրույցը, իմ տաղավարում Գագիկ Սուրենյանն է եւ Գագիկ, ուզում եմ մի մարդու անուն նշել, Աշոտ Խոյեցյան։ Ով է նա։ Նա ոչ միայն իմ ընկերն է, այլև եղել է իմ դեկանը, իմ դասախոսը, իմ տեխնատորական ատենախոսության գիտական ղեկավարը, ինձ համար շատ թանկ մարդ է։ Մեզ է միանում Աշոտ Խոյեցյանը իր դրական լիցքերը բերելով մեր տաղավար, պարոն Խոյեցյան, համեցեք, բարի գալուստ։ Բարև ձեզ, շնորհակալություն։ Շատ ուրախ ենք, որ չեք մերժել եւ եկել եք մեր տաղավար, ու կարող եք նստել եւ միանալ մեր զրույցին։ Ինչպե՞ս եք։ Փառք Աստծո, շնորհակալ եմ, լավ։ Շատ լավ ենք, շնորհակալ եմ։ Հիշում եք այն առաջին հանդիպումը, երբ դուք եւ Գագիկը հանդիպեցիք, երբ էր, որտեղ էր։ Ընդհանրապես մենք ծանոթ ենք եւ մեր մարդկային փոխհարաբերությունների ավելի քան 20 տարի, եթե չեմ սխալվում 2002 թվականից, երբ որ Գագիկը ընդունվեց Երևանի պետական համալսարանի աշխարհագրության ֆակուլտետ եւ յուրաքանչյուր նոր ուսանողի մուտքը ունի իր առանձնահատկությունները։ Գագիկը հենց իր սկզբանե առանձնացավ իր ակտիվ, իր մարդկային շփումներում, իր տարիքի համար բավականին ձևավորված մարդու կերպարով նա մոտեցավ եւ հայտ ներկայացրեց, որ ինքն էլ է ուզում ելույթ ունենալ եւ այդտեղ ես իր հետ մանրամասն զրույցի արդյունքում հասկացա, որ դեռևս դպրոցական տարիներից օթերոթաբանական դիտարկումների նկատմամբ նրա ունեցած շատ մեծ հետաքրքրությունը հետագայում դարձել էր նրա համար մասնագիտության ընտրման կարևորագույն նախապայման։ Եվ պատկերացրեք, որ հենց առաջի կուրսից, եթե չեմ սխալվում, հա, թե երկրորդ կուրսից սկսեց նաև հիդրոմետրին, սկզբում այսպես կոչված թղթակցային, հետո արդեն մասնագիտական իր գիտելիքներով ընդգրկվել այդ համակարգ եւ աշխատել զուգահեռ։ Մագիստրական տարիներին արդեն նա աշխատում էր այն խորությամբ, որ իր մագիստրոսական թեզը ուղղակի մի քայլ էր, որ պիտի անցներ նաև տեխնացուական դիսերտացիայի պաշտպանության եւ ես 6 ասպիրանտների ղեկավար եմ եղել պաշտպանած Գագիկը ամենահեշտ եւ թեթև այսպես կոչված ասպիրանտների մոտ նա այնքան խորը հետազոտական նյութեր հավաքել դեռևս ուսանողական տարիներից, որ շատ արագ, որտեղ նա ուներ մի առավելություն, ուսումնառությունը միշտ զուգակցում էր պրակտիկ գործունեության հետ եւ հայպետ հիդրոմետրի տվյալներից, դու գիտեք տվյալների բազայի այդ վերլուծությունը դա մի հսկայական ծավալուն աշխատանք էր եւ նա շատ արագ 2.5 տարվա ընթացքում պաշտպանեց տեխնացուական ատենախոսությունը։ Գագիկի առանձնահատկություններից մեկը նա էր, որ նա կարողանում էր գիտական ակադեմիական նյութը շատ հանրամատչելի նաև ներկայացնելու հնարավորություն ունենալ։ Ներապես այսպես կոչված հանրային մարդ այսօր հանրապետությունում շատ քիչ կա, նա նույնիսկ շարունակում է, եթե ուշադիր եք եղել, նաև որոշակի հաղորդումներ ներկայացնել կրթական բովանդակությամբ, որտեղ ծանոթացնում է եղանակակլիմայական պայմանների մարդկանց այսօր շատ հետաքրքրող ամենատարբեր երևույթների առաջացման, դրանց ազդեցության եւ նմանատիպ բազմաթիվ հարցեր։ Պարոն Խոյեցյան, կրթություն, կրթվածություն, գիտելիքներ, դա դնենք մի կողմ եւ հիմա խոսենք ընկերության մասին։ Ինչպիսի ընկեր եք։ Խիստ անմիջական մարդ է, շատ։ Գիտեք, այնքան հետաքրքիր դեպքեր են եղել, դեպք ա եղել, երբ որ իրար հետ նստել ենք, քննարկել ենք, մենք շատ հաճախ հանդիպում էինք այգում, գարեջրի գավաթի շուրջը, իդեաները, գաղափարները իրար հետ քննարկելուց աշխատում էինք այսպես կոչված բնության մեջ նաև եւ շատ հաճախ վերջացնելուց հետո
Պարոն Խոյցյան, ինչ եք անում այսօր, ասում եմ ճիշտ ասած, գործեր կան մի 2 ժամից կլինենք Գեղամալերների մեր գագաթային Սարավանդում կամ եթե կուզեք գնանք Արագածի, գնանք մի հատ բնության այս կողմերը, հա, գարնանը ապրիլ, մայիս ամիսներին, գնանք մի հատ խորոված անենք գանք, այ Գոգիկ ջան, դրա համար գնանք հասնենք այնտեղ, վայ չեք պատկերացնում այդ մանուշակների, այդ ծնծաղիկների ֆոնին նստել եւ մի կտոր հաց ուտելուց լավ բան չկա։ Ցավոք սրտի ես միշտ ինչ որ գործ եմ ունենում, մեկ էլի անցնում է 1 ժամ ու կես, 2 ժամ, մեկ էլ զանգում է, պարոն Խոյցյան, գիտեք որտեղից եմ զանգում, որտեղից է զանգում, ասենք Գեղամալերների, այսինչ Սարավանդի, այսինչ լճի ափին եւ նկարներ ուղարկում։ Մենակ կարող էր նա մեքենան վարել, հասնել այդ հատվածը, մի 2 կտոր միս խորովեր այդ բնության, գիտեք, դա նրա էությունը եւ բովանդակությունն է բացատրում։ Իմ համար դա նորություն չէր, ես նրան շատ լավ արդեն ճանաչում էի, բայց այդ բնության ներդաշնակվածությունը եւ այդ բնության հետ սերն ու հավատը տարիների ընթացքում նրա մոտ չի մարել եւ արդեն 40 կաս։ Այո։ Հա, արդեն 40-ամյա, արդեն լուրջ հասուն տղամարդ է դարձել, նորից հիմա էլ շարունակում է անընդհատ բնությունից չկտրվել։ Եթե երկրագնդի վրա կա մատնանշված դրախտավայր, դա միանշանակ Հայաստան է։ Դրախտի դարպասները բացվում են Հայաստանի սահմաններից սկսված։ Ձեզ շատ շնորհակալ ենք։ Ձեզ հյուր գալու համար եւ մեր զրույցի միանալու բավականին մեծ տեղեկություն փոխանցեցիք եւ ավելի խորքային ճանաչեցինք Գագիկ Սուրենյանին։ Եթե էլի բան ունեք ավելացնելու։ Ես ընդհանրապես շնորհակալություն եմ հայտնում եւ մի փոքր արդեն կյանքի փորձ ունեցող մարդու տեսանկյունից միանշանակ գտնում եմ, որ շատ ճիշտ եւ հետաքրքիր գործառույթ եք իրականացնում, որովհետև նման մարդկանց ներկայացնելը, գիտեք, ինչ-որ ապակորգոր բառեր ենք մենք միշտ օգտագործում, մեր օրերի հերոսներ, նշանավոր մարդիկ եւ այլն, Գագիկը դա մեր իրականության մեջ, մեր պարս, մեր կողքին կանգնած իր անհատականությամբ առանձնացող հետաքրքիր մարդ է, իր ոչ միայն մասնագիտական գիտելիքների, ոչ միայն օդերոթաբանական, կլիմայագիտական բարձր կուլտուրայով մասնագետի կերպար է, այլ նաև հասարակ մարդու եւ մարդկային փոխհարաբերություններում օրինակելի երիտասարդ, որի հուսով եմ երևի արդեն քննարկել եք, շատ լավ ընտանիք ունի, շատ լավ շրջապատ ունի, գեղեցկուհի հետարքիր է իրանց, եթե չեն փոխվել, այն ավելի փոքր տարիքից 4 հոգից է իրանց փոքրիկ ընտանիքը 4-ն էլ խաժաճկերով համ Գագիկը, համ իր կինը, համ 2 դուստրերը շատ օրիգինալ մարդիկ են, համ մեծ շատ հետաքրքիր մարդիկ եւ ես գտնում եմ, որ նման մարդկանց ներկայացնելը եւ օրինակ ծառայեցնելը դա միանշանակ ի օգուտ է մեր հանրությանը, մեր իրականության ճիշտ գնահատմանը։ Շնորհակալ ենք, պարոն Խոյցյան, ձեզ հենց հիմա ճանապարհենք ու մենք շարունակենք մեր զրույցը։ Շատ ուրախ էի։ Նմանապես։ Շնորհակալ եմ։ Հաջողություն։ Սիրելի հեռուստադիտող, վերադարձանք եւ կշարունակենք մեր զրույցը, սակայն մինչ այդ ուզում ենք նշել, որ եթե մեր բոլոր եթերները դեռ չեք հասցրել ամբողջովին դիտել հեռուստաեթերից, մեզ կարող եք գտնել նաև մեր YouTube-յան ալիքում։ Պարզապես փնտրում եք Արայիկ Համբարձումյան էջը եւ այնտեղ տեղադրված են մեր բոլոր եթերները։ Կարող եք թողնել ձեր մեկնաբանությունները եւ առաջարկները։ Բոլոր մեկնաբանությունները եւ առաջարկները կընթերցվեն եւ կստանան իրենց պատասխանները։ Անչափ շնորհակալ եմ հավատարիմ լինելու եւ մեզ հետևելու համար։ Գագիկ, շարունակենք մեր զրույցը։ Շատ են եղել ձեր կյանքում փոթորիկներ։ Եղել են։ Եվ ինչ են տարել իրենց հետ այդ փոթորիկները։ Հոգևոր զգացմունքներ, այսպես կձևակերպեի։ Հոգևոր ինչ-որ բան են տարել, եղել են եւ տարել են, այո։ Իսկ այդ հոգևոր բաները, երբ որ ձեզանից տանում են, դրանից հետո ավելի թեթևանում եք, թե ծանրանում եք։ Չէ, երբ որ տանում են, առաջանում են մոտ հոգուսով եւ ծանրանում եմ, թեթևանալու բան չեն տարել։ Միշտ ծանրանալու։ Իսկ կյանքում այդ հոգուսովը ո՞նց եք լրացնում, հետո ո՞նց եք հագեցնում, որ այլևս այդ
հոգու մեջ այդ բացը չի լինում։ Նորից պատասխանեմ, նորից գամ դեպի բնություն բնությամբ։ Պատկերացրեք, որ շատ օգնում է, շատ այդ բնության տված այդ դրական էներգիան, որ որոշակիորեն խաղաղեցնում է ինձ։ Գագիկ, իսկ հնարավոր չէ կյանքում այդ քամիների ուղղությունը շուտ փոխել եւ թույլ չտալ, որ նրանք հասնեն քո դարպասներին։ Դա կորուստի մասին է խոսքը։ Դա մենք չենք կարող փոխել կամ չփոխել։ Ում եք կորցրել։ Ես կորցրել եմ իմ շատ սիրելի երգչուհուն, որին սիրել եմ ծայր աստիճան Օֆելիա Համբարձումյանին եւ երկար տարիներ նա եղել է իմ բարեկամը, իմ մտերիմ ընկերը եւ որից հետո երկար տարիներ ես չէի կարողանում ուշքի գալ։ Ես հիշում եմ անգամ ֆիլմ նկարահանվեց ձեր անմիջական օգնությամբ, մասնակցությամբ, ես եղել եմ առաջնադիտումին կինո Մոսկվայում էր, Մոսկվա կինոթատրոնում եւ ես այդ օրը հասկացա ձեր եւ Օֆելիա Համբարձումյանի մեջ ինչ մեծ ամուր կապ։ Ֆիլմ նկարահանվեց, ռեժիսորը Հայկ Վարդանյանն էր, բավականին մեծ ֆիլմ է, հաջողված ֆիլմ է եւ դրանից հետո եւս երևի 2 տարի ապրեց, որից հետո արդեն մենք կորցրեցինք նրան։ Մեր շատ սիրելի Օֆելիա Համբարձումյանի երգերը միշտ կմնան մեզ հետ, որովհետև նա մեր սիրելի մեր երգչուհին է, ում ձայնը սոխակի պես էր հնչում։ Իսկ նրա երգերը ինչ հաճախականությամբ եք լսում։ Կար ժամանակ ամեն օր, հիմա այդպես շաբաթը 1-2 անգամ, բայց եթե բնության մեջ եմ լինում, անպայման պետք է նրա ձայնը ինձ ուղղորդի։ Անպայման, որովհետև այդ ձայնի ներքո բնությունը կրկնակի ավելի գեղեցիկ է ինձ թվում։ Գագիկ, կար մի խորհուրդ, որ Օֆելիա Համբարձումյանը պարզապես զրույցի ժամանակ ձեզ փոխանցել է եւ դուք հիշում եք այդ խորհուրդը։ Որն է այդ խորհուրդը։ Նա ոչ միայն մեծ երգչուհի էր, ոչ միայն հանճարեղ երգչուհի էր, այլ պարզվեց, որ կարող է տեսնել թե ապագան մարդու, երբ որ ինձ դեռ ոչ մեկ չէր ճանաչում։ Նա ասաց, որ դու կմեծանաս եւ կդառնաս մի մարդ, որ ինքը ճանաչի մի ամբողջ ժողովուրդ։ Բայց իմացիր, եթե մի օր հանկարծ քիթը ծծես, այդ ժողովուրդը ոնց որ քեզ բարձրացրել է, այնպես էլ կբրախի դաշտերը եւ գետ մի չոբան չի համաձայնվի քեզ արածեցնի։ Տոքրքիր։ Ասեց, որ միշտ խոնար եւ համեստ կլինես։ Խորքային մեծ իմաստ ունեցող միտքի արտահայտ։ Եվ այդ բառերը ես երբեք չեմ մոռանում։ Եվ դա ինձ համար դառել է կյանքի ուղենիշ, այսպես ասած։ Շնորհակալ եմ Գագիկ անկեղծ խոստովանության համար։ Մեզ մոտ ավանդույթ է, որ մեր գաղտնի արխիվում ինչ որ մի իր է լինում եւ այսօր այս արխիվի մեջ կա մի բան, որը ձերն է։ Իրականում ես չեմ հասցրել տեսնել թե ինչ կա այստեղ, բայց հիմա փորձենք միասին բացել եւ տեսնել թե այստեղ ինչ կա եւ այդ դեպքում դուք կմեկնաբանեք։ Հետաքրքիր բան է դրված։ Գագիկ, ինչ է սա։ Խնդրեմ։ Սա ձերն է, եթե չեմ սխալվում։ Սա ես Երևանի պետական համալսարանում արժանացել եմ տարվա լավագույն ուսանող մրցանակին, այդ մեդալն է կարծեմ։ Ճիշտ եք, հենց այդ մեդալն է։ Ահա։ Լավագույն ուսանող։ Առաջին կուրսում եք ստացել երբ այս մեդալը։ Իսկ առաջին կուրսում։ Այո, առաջին կուրսում եք ստացել։ Հենց առաջին կուրսում ձեզ պարգևատրել են որպես լավագույն ուսանող, իսկ դրանից հետո շատ են եղել նման կոչումներ, պարգևներ։ Դա հետո դա փոխարինվեցին պետական պարգևների։ Իսկ այդ պարգևները փոխում են մարդու տեսակը։ Չի, երկաթը պետք է փոխի մարդու տեսակը։ Երբեք։ Իհարկե ոչ։ Ոչ, եւ չեն կարող փոխել, եթե դու մարդ ես։ Ճիշտ է։ Գագիկ, որտեղ են գտնվում մարդու կյանքի արժեքները, ինչի մեջ են։ Կյանքի արժեքները, կարծում եմ աշխարհայացքների եւ հոգեվոր հարստության։ Դա կախված է նրանից, թե դու ինչպես ես նայում աշխարհին եւ ինչպիսի հոգեվոր հագեցվածություն ունես։ Դրա մեջ է երևի։ Ինչ է ձեր կարոտի անունը։ Կարոտի անունը Օֆելիա Համբարձումյան։ Հիմա եմ հասկում, թե ինչքան մեծ Այո։ կապ է եղել ձեր։ Մերը ոչ միայն մարդկային ընկերական կապեր, այլ նաեւ ես չասեցի, որ ես ծայրահեղ մեծ սեր ունեմ դեպի նրա արվեստը։ Ձայնը եւ ժողովրդական աշխուհական երկարվեստը։ Հաճախ եք նրան հիշում։ Այո, հաճախ։ Հաճախ հիշում եմ, հաճախ գնում եմ Պանթեոն, Կոմիտասի անվան։ Իսկ նրա ընտանիքի հետ կապ ունեք։ Իհարկե։ Հա։
Նրա ընտանիքի հետ դե հոբիկը մահացել է, տղան։ Տաթևիկ Հովհաննիսյանի հետ շփվել եմ եւ հիմա էլ եթե ստացվում է շփվում եմ, կապ։ Եթե ձեր կյանքի մասին գիրք գրվի եւ այդ գիրքը դուք գրեք, ինչ վերնագիր կտաք այդ գրքին։ Ինչպես սիրել մասնագիտությունը։ Հետաքրքիր է։ Գագիկ, շատ են եղել կյանքում դժվարություններ եւ առհասարակ դուք կյանքում ինչպես եք հաղթահարում դժվարությունները։ Գիտեք, առհասարակ ես կյանքում դժվարություն չեմ ունեցել, բացարձակ։ Եվ չեմ կարող ասել, թե ինչպես եմ հաղթահարում, որովհետև չեմ ունեցել։ Բացարձակ չեմ ունեցել դժվարություն։ Իմ ճանապարհները եղել են հարթ, եւ կարիերայի եւ բոլոր տեսանկյուններից։ Որևէ դժվարություն ես չեմ հիշում, որ ես ունեցել եմ որևէ ժամանակահատվածում, այդպիսի դեպք չի եղել։ Իսկ դուք ընկերասեր եք։ Շատ Հաճախ են լինում ընկերական հավաքույթներ։ լինում են։ Իսկ հասցնում եք։ Դե քանի որ շաբաթ-կիրակի օրերին ազատ եմ, փորձում եմ երբեմն նաև ընտանիքից բացի ժամանակը տրամադրել ընկերներին, իհարկե։ Իսկ ընկերական հավաքույթներ էլի բնության գրկում են լինում։ Բնության գրկում, մեծ մասը բնության գրկում, իրենց բոլոր արարողություններով ուտել, խմել, խորոված անել, խաշլամա եփել եւ այլն։ Մեր հայ ավանդական այդպես ոչի մեջ։ Գագիկ, հայկական լեռնաշխարհի ամենասիրելի անկյունը քեզ համար ո՞րն է, որ տարածաշրջանն է մեր, որ կամ որ գյուղը, որ սարը, որ լեռը։ Ինձ համար ամենասիրելի անկյունը, որտեղ տարին մի քանի անգամ լինում եմ եւ ցավոք միայն այնտեղ կարող ես լինել ամռանը, գտնվում է Գեղամալեռների մերձգագաթային մասում 3000 մետր բարձրության վրա, դա Ակնալիճն է, որտեղ նույնիսկ հուլիսյան այն օրերին, երբ Երևանում 40 աստիճան է, օդի ջերմաստիճանը 8 աստիճանից բարձր չի լինում։ Իսկ ջրի ջերմաստիճանը երբեք 4 աստիճանից չի բարձրանում։ Դա մի չքնաղ, մի անբացատրելի, մի մոգական վայր է, որտեղ դու զգում ես այդ լեռների վեհությունը, այդ մոգական ազդեցությունը մի անբացատրելի է եւ կարծես թե դու ընդհանրապես կտրվում ես աշխարհին եւ գտնվում ես այլ մոլորակի վրա, բոլոր տեսանկյուններից կտրվում ես։ Դուք ձեր տեսակով ներող եք։ Ոչ։ Այսինքն եթե սխալվում են, դուք երկրորդ հնարավորություն չեք տալիս մարդուն։ Ինչու՞։ Միգուցե Չեմ կարող բացատրել։ Միգուցե փորձեք նրան շտկել եւ ճիշտ ուղու վրա կանգնեցնել։ Չեմ փորձել։ Բայց ասեմ, որ քիչ է եղել այդպիսի դեպքեր ու մեկ դեպք երևի։ Գագիկ, մարդկանց շուտ եք ճանաչում։ Այո։ Հնարավոր է 1-2 նախադասություն շփվել կամ առաջին հայացքից հասկանալ ինչպիսին է։ Այդպես ոչ։ Շուտ ասելով նկատի ունեմ գոնե մեկ շաբաթյա այդպեսի շփում պետք է լինի, որ որոշակիորեն ճանաչեմ, բայց մարդուն ընդհանրապես մինչև վերջ երբեք դու չես ճանաչի։ Դա անհնար է։ Ճիշտ է։ Իսկ դուք բաց եք, ամբողջովին բացվում եք մարդկանց հետ շփման ժամանակ։ Ոչ, ամբողջովին ոչ։ Մինչև որ հասկանում եմ, որ նա եթե նա դառնում է իմ կյանքի մարդը, այդ ժամանակ այո։ Բայց եթե դա ես չհասկացա, ոչ։ Քանի որ դուք հիմա գտնվում եք Խոստովանության տաղավարում, ում ինչ ունեք խոստովանելու։ Դաշտն ազատ է, բաց է, այստեղ լավ արևոտ եղանակ է։ Ում ինչ ունեմ խոստովանելու։ Ընտանիքիս ուզում եմ ասել, որ ես իրեն շատ եմ սիրում։ Ամենալավ խոստովանությունը։ Շատ լավ, Գագիկ, մենք կամաց պետք է մոտենանք մեր անանուն նամակին, այս ծրարի մեջ ձեզ ուղված նամակ է։ Դուք պիտի բացեք, բարձրաձայն կարդաք, եթե կկռահեք ով է նամակի հեղինակը, շատ ավելի լավ, եթե ոչ, մենք ձեզ անպայման կհուշենք, խնդրեմ, սա ձերն է, կարող եք բացել եւ բարձրաձայն ընթերցել։ Բարև իմ շատ սիրելի ու հարազատ մարդ, Գագիկ ջան, այս նամակը լցված է սիրով ու ջերմությամբ։ Ճիշտ է, մենք հաճախ չենք հանդիպում, բայց ես միշտ հպարտանում եմ քեզնով, քո հաջողություններով, քո մարդ տեսակով։ Ամեն անգամ, երբ քեզ հետևում եմ հեռուստացույցով, աչքերիս առաջ հայտնվում են քո մանկությունը։ Հիշում ու վերապրում եմ այդ տարիների բոլոր դրվագները։ Շատ ուրախ եմ, որ իմ աշխատանքային տարիներին ճանաչեցի ու սիրեցի քեզ։ Սիրեցի քո ազնվությունը, հետաքրքրությունը, քո աշխույժ ու վառ տեսակը։ Տարիներ են անցել այն օրից, երբ մենք միասին ուրախ, անհոգ, հետաքրքիր ժամանակ էինք անցկացրել։ Ես գիտեմ, որ մեր սերը փոխադարձ է եղել եւ վստահ եմ, որ դու ինձ հիշում ես։
Ինչի ապացույցն էր երկար տարիների անց մեր պատահական հանդիպումը, երբ ինձ նկատելուն պես հապշտապ մեքենայից իջար, բարևեցիր, ջերմորեն գրկեցիր եւ ինձ մեծ հպարտությամբ ու սիրով ներկայացրեցիր քեզ հետ գտնվող հյուրերին։ Այդ ժամանակ ես նորից զգացի իմ փոքրիկ Գագիկի սերն ու ջերմությունը իմ հանդեպ։ Հիշողությունները շատ են եւ անգին։ Բարին ընդ քեզ եւ թող Աստված քեզ լինի պահապան։ Սա իմ ուսուցչուհիներից որևէ մեկն է գրել, բայց քանի որ ես հանդիպել եմ այդ երկուսին ես չեմ կարող ասել, որ մեկն է։ Ովքեր են նրանք։ Հանդիպել եմ աշխարհագրության ուսուցչուն Տիկին Բարսեղյանին եւ հայոց լեզվի եւ գրականության ուսուցչուհի Սիրանուշ Պետրոսյանին։ Շատ լավ է, որ ճիշտ ուղղության վրա եք, բայց չտվեցիք այն մարդու անունը, ով որ նամակի հեղինակն է։ Ձեր ուսուցչուհին է նամակը գրել։ Ընկեր Եգանյան Անժելան։ Առաջին ուսուցչուհին, եթե ես չեմ սխալվում, չէ՞։ Այո, իմ սիրելի Ընկեր Եգանյանը։ Նա ձեզ շատ է սիրում։ Ես էլ իրեն եմ շատ սիրում, շատ, նա իրոք։ Դուք չեք պատկերացնի Գագիկն ինչքան ոգևորվեց, երբ իմացավ, որ հենց նա պիտի լինի նամակի հեղինակը եւ առասարակ նա պետք է այսօր մեզ մոտ հյուր գար, պարզապես կային որոշակի արգելքներ, որ թույլ չտվեցին, որ ընկեր Եգանյանը այսօր մեր տաղավարում լիներ, բայց նա մեծ ուրախությամբ եւ ամենայն անկեղծությամբ ձեզ ուղեց իր սրտի խոսքը։ Ես էլ իրեն եմ շատ սիրում եւ համբուրում եմ։ Տիկին Եգանյան, շնորհակալ ենք ձեր խոսքերի եւ նամակի համար, որտեղ ձեր խոսքերը ծրարված նամակով եկան հասան մեր տաղավար եւ մտան Գագիկի սրտի խորքերը։ Գագիկ, ինչպիսի կանխատեսումներով կարելի է վայելել գարունը։ Գարունը ընդհանրապես հանրապետությունում ամենատեղումն առած ժամանակահատվածն է։ Օրերի մեծ մասը անձրևային են, բայց իհարկե ունենում ենք նաև արևային չքնաղ օրեր, բայց ինչպիսին էլ որ լինի, արևային էլ լինի, անձրևային էլ լինի, մեկ է գարունը, դա կյանքի զարթոնքն է եւ պետք չէ նայել եղանակը ինչպիսին է, պարզապես պետք է վայելել գարունը։ Ճիշտ է։ Եվ մի հարց էլ, որ եղանակային կանխատեսումն է, որ դուք մեծ ուրախությամբ եք հայտնում։ Արևոտը, անձրևոտը։ Ամպրոպային հորդառատ անձրևներ։ Ինչու։ Սիրում եմ ամպրոպը եւ այդ հորդառատ անձրևները։ Ես էլ։ Ես իրականում տեղումնաբեր այդ եղանակների շատ եմ սիրում, անձրև, մռայլ, ձյուն, շատ եմ սիրում։ Շնորհակալ ենք, Գագիկ։ Ես էլ եմ շնորհակալ, անչափ։ Ստացվեց մեր զրույցը եւ շնորհակալ եմ այսքան անկեղծ զրույցի եւ խոստովանությունների համար։ Սելի հեռուստադիտող, կարևորը մեր ներսի եղանակն է, ինչպես այսօր նշեցի մեր հաղորդման սկզբում։ Վառ պահենք մեր հոգու արևը, հաճախ ժպտանք, ձեռք մեկնենք իրար, բարի լինենք ու հավատացած եղեք, որ այդպիսով կավելացնենք մեր կյանքի արևի չափաբաժինը։ Այսօր այսքանը իմ տաղավարում Գագիկ Սուրենյանն էր, իսկ մենք կհանդիպենք հաջորդ շաբաթ նոր ու հետաքրքիր խոստովանություններով։ Դուք էլ խոստովանեք, միգուցե վաղն արդեն ուշ կլինի։